Ժողովուրդը չի հավատում այդ խոսիցներին, արտաքին հարցերը, նույնիսկ անվտանգային հարցերը շատ փոքր նշանակություն են ունենալու առաջիկա ընտրություններում։ Սոցիալական հարցեր են Այո, իմ շփումները։ Իսկ ինչու է դա պայմանավորված։ Այդտեղ գալիս է ամենալուրջ հարցին։ Իշխանության բլեֆին ընդդիմությունը պատասխանել է հեքիաթներով։ Եվ այդ թեմայի շուրջ հասարակության հետաքրքրությունը կորել է։ Օրինակ, բարձա չէ, ուրասման մոդելով առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը։ Ազգային պետական հարցերում։ Այսինքն խաղաղության մոդել չունենք, ունենք խաղաղության պարտադրված խաղաղության մոդել։ Բայց երբ որ մի հատ մագիստրալ ընդդիմադիր ուշում ասում Ղարաբաղի էջը փակված չի, ստացվում է որ ասմանը պատասխանում ենք բլեֆով։ Հասարակությունը մեկ-մեկ ուրասման մեջ ավելի ռացիոնալ բան է գտնում կամ հատիկ է գտնում, որովհետև տեսանելի է դա, հա։ Օրինակ էժան բենզինը։ Քան հեքիաթը։ Դրա համար հասարակությունը կարծում է, որ ով էլ լինի իշխանության արտաքին քաղաքական հարցերում մեծ բեկում չի մտնելու։ Գոնե ուզում է, որ արդարության գաղափարը երկրում գերիշխող լինի սոցիալական բանը, սոցիալական խնդիրներ լուծում, մի խոսքով իր կյանքի որակը ավելի բարելաված տեսնել է ուզում եւ իհարկե խաղաղություն է ուզում։